Վերադարձանք տաղավար, արդեն հասցրել ենք հյուրընկալել մեր հյուրերին, Մաշտոցի անվան մատենադարանում մեկնարկում է շոշափելով մատյանները, ամենքի մատենադարանը ներառական ծրագիր և օրերս տեղի ունեցավ ցուցադրության բացումը, այս նախագիծը, որը միտված է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ապահովել հասանելիություն ձեռագրերի և հայկական ձեռագիր ժառանգության հետ առնչվելու։ Մեր տաղավարում են ծրագրի համակարգող և մատենադարանի կրթական ծրագրերի ղեկավար Ջեմա Պապոյանը, ծրագրի համակարգող Անի Սիմոնյանը և Հայաստանի Կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան տնօրեն մատչելիության փորձագետ Սիփան Ասատրյանը։ Բարև ձեզ, բարի լույս։ Եկեք սկսենք ամենասկզբից, թե ինչպես սկսվեց այս նախագիծը, ինչպես գաղափարը իրագործվեց։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Այս ծրագրի գաղափարը ձևավորվեց այն ժամանակ, երբ մասնակցեցի Ինկուլտուր հանուն մշակութային կյանքի ներառման և մասնակցության ծրագրին։ Եվ այս փորձը ոչ միայն նոր գիտելիքներ տվեց, այլ նաև փոխեց աշխարհընկալումը, ցույց տալով, թե որքան կարևոր է մշակույթը բաց և հասանելի դարձնել։ Իսկ հետագայում արդեն մատենադարանում թիմի հետ միասին ընդլայնեցինք ծրագիրը, ավելացան ոչ միայն ցուցանմուշների շոշափելի կրկնօրինակների թիվը, այլև մշակվեց նաև կրթական ծրագիր, և որը ավելի պատկերավոր ներկայացրեց ձեռագրերի ստեղծման թեման և ծրագրի ժամանակ պատմելուն զուգահեռ նաև ներկայացնում ենք ուսուցողական նյութեր, օժանդակ նյութեր, որոնք այցելուները կարող են շոշափել, ինչպես օրինակ մագաղաթի, թղթի նմուշ, եղեգնյա գրիչ, եզրահյուսի օրինակ և ձեռագրի մանրակերտ, որը ներկայացնում է կազմարվեստը, և այս նախաձեռնությունը, այս ծրագիրը, որը ներառում է ցուցադրություն և կրթական ծրագիր, մի մասն է ընդհանուր գաղափարի, որ մատենադարանը դարձնել ավելի հասանելի և բաց բոլոր այցելուների համար։ Մեր մշակույթը, պատմությունը պատկանում է բոլորին, և ամեն մեկն ունի իր ձևը այն ուսումնասիրելու, զգալու և սիրելու։ Հետաքրքիր է, որքան ժամանակ եք պատրաստել ցուցադրությունը, այսինքն ինչքանով են օգնել տեխնիկայի զարգացումը, նորարարական ինչ-որ բաներ վստահ եմ կիրառվել են, ինչքան տևեց հենց պատրաստելու փուլը և արդյոք սա բավականաչափ բարդ է, որ օրինակ ուրիշ մշակութային կենտրոնները, ցուցադրությունները ևս դառնան այս ամեն ինչը կիրառեն։ Ծրագրի մշակումը բավական երկար է տևել, երբ Ջեման կիսվեց գաղափարով, ես ևս միանգամից խանդավառվեցի և թեպետ երկուսս էլ գիտակցում էինք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք որոշել էինք և սկսեցինք հենց աշխատանքը շահառու կազմակերպությունների հետ, շահառուների հետ հանդիպումներով, մենք Ջեմայի հետ եղանք Հայաստանի Կույրերի միավորումում, նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների Նիկողաս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում, այնտեղ հանդիպումներ էինք ունենում թե երեխաների, թե ուսուցիչների, մանկավարժների, իրենց հետ աշխատող տիֆլոմանկավարժների հետ, ինչպես նաև հանդիպումներ ունեցանք տեսողության խնդիրներ ունեցող անձանց, խնդիրներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, և այդ բոլոր հանդիպումների ժամանակ մենք ներկայացնում էինք ծրագիրը, անցկացնում էինք սոցհարցումներ և արդյունքում լրամշակվեց ծրագիրը, այդ փուլը տևել է շուրջ 6 ամիս, որից հետո այնպես ստացվեց, որ մատենադարանում տնօրեն տրվեց պարոն Արա Խզմալյանը, ում ռազմավարական ծրագրի կարևոր կետերից մեկը հենց ներառականությանն էր վերաբերվում, և երբ ես ու Ջեման ներկայացրինք ծրագիրը, ունեինք Մատենադարանի տնօրենության լիակատար սատարում այս ծրագրի առումով և արդեն մեկնարկեցին աշխատանքները։ Ինչ վերաբերվում է մյուս մշակութային կենտրոններին, ապա ի ուրախություն մեզ կարող ենք ասել, որ Հայաստանում արդեն մի շարք թանգարաններ ունեն շոշափելի կրկնօրինակներ, ինչը մեզ ուրախացնում է, ոգևորում է։ Տեխնիկական առումով, տեխնիկապես բարդ բան է, թե հնարավոր է օրինակ։ Տեխնիկական առումով մենք աշխատել ենք Սարեր մշակութային հասարակական կազմակերպության հետ, ով հենց զբաղվել է տպագրությամբ, տպագրությունը Հայաստանից դուրս է եղել։
Հա, բրայլյան տարբերակով են իրանք, թե բրայլ ոչ, շոշափելի կրկնօրինակ երկու դե հասկացա, հա։ Սիփան, խոսենք թե դուք ինչպես միացաք ծրագրին։ Ես միացա ծրագրին որպես հրավիրյալ փորձագետ, բնականաբար երևի թե որոշում կայացնողների շրջանակում մտածվել էր այն մասին, որ եթե որևէ բան ձեռնարկվում է տեսողության խնդիր ունեցող կամ չտեսնող անձանց համար, նաև պետք է փորձագետ լինի թիմի կազմում, որպեսզի կարողանանք միասին աշխատելով հնարավորինս պարզ, հնարավորինս մատչելի, շոշափելի կրկնօրինակ ուրեմն ստանալ։ Ինչ վերաբերում է կրկնօրինակներին, դրանք նույն ձեռագրերի պարզապես շոշափելի ռելիեֆային տարբերակներն են, որոնք հնարավոր է շոշափել ձեռքերով, հասկանալ մանրանկարչությունը, նկարների էությունը, նկարների բովանդակությունը եւ ձեռագրի ընդհանուր տեսքը։ Նաև ասեմ, որ միայն ձեռագիրը շոշափելի կրկնօրինակ ունենալով հնարավոր չէ լիակատար պատկերացում կազմել, որովհետև մարդկանց հմտությունները տարբեր են, կարողությունները տարբեր են, ընկալումները տարբեր են, բնականաբար նաև ուղղորդող, ուղեկցող աուդիո, այսպես ասած, աուդիո գիդ ունենք, աուդիո ուղեցույց ունենք, որը շոշափելու ընթացքում միացվում է, կամ այցելուն QR կոդով միացնում է, կամ այնտեղ հնարավորություն կա միանգամից կոճակով միացնել, ականջականներով լսել եւ տեսողության խնդիր ունեցող կամ չտեսնող այցելուին կոնկրետ հրահանգներ են տրվում, օրինակ բարձրանալ ձախ եզրագծով վերև, գտնել բուսական նախշը, փորձեք գտնել օրինակ Մովսես Խորենացու կերպարը կամ, չգիտեմ, Սահակ Բագրատունու թագը, թագադրված գլուխը եւ այլն, այսինքն կոնկրետ հրահանգներով նաեւ աջակցություն է տրամադրվում ուրեմն այցելվին շոշափելու ուրեմն կրկնօրինակը։ Տեսեք, գաղտնիք չէ, որ մեր իրականությունը այդքան էլ, եթե մեղմ ասենք, հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց, բավականաչափ ներառական չէ, Սիփան, հետաքրքիր է ինչպիսին էր արձագանքը ձեր կողմից այս ծրագրին եւ ձեր գնահատմամբ սա ինչ կտա, բացի ուղղակի մարդկանց համար մշակութային ժամանց ապահովելը։ Նայեք, ես միշտ խոսում եմ այս մասին, սովորաբար երբ որ մտնում ենք թանգարաններ, այցելում ենք թանգարաններ, այնտեղ հիմնականում գրված է խնդրում ենք ձեռք չտալ, խնդրում ենք չմոտենալ, խնդրում ենք նայել հեռվից, դե դա բնական է ինչ որտեղ, որտեղ ցուցանմուշները բացառիկ են, բնականաբար հնարավոր չէ ձեռք տալ, բայց լուծումը սա է, համաշխարհային նաև այսպես ասած մակարդակով լուծումը սա է, շատ մեծ թանգարաններ, համաշխարհային թանգարաններ եւս սա կիրառել են եւ վաղուց են կիրառում։ Ես չափազանց ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ, որ հավասար հնարավորություններ են ընձեռվում տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, մի փոքրիկ ծրագիրն անգամ մեզ համար պատմական է դառնում։ Իհարկե սա պետք է բնականոնը կլիներ, որ սա պատմական չդիտարկվեր, սա լիներ նորմալ բնականոն ընթացք, որովհետեւ մենք պետք է մտածենք ցանկացած ոլորտում, կրթությունից մինչև մշակույթ, ֆիզիկական մատչելիությունից քաղաքի մինչև, չգիտեմ, վեբ մատչելիություն, մենք պետք է մտածենք հավասար իրավունքների տրամադրման մասին։ Ինձ համար պատմական էր իրականում, բայց իմ երազանքը այն է, որ նմանատիպ իրադարձությունները ոչ թե որակվեն որպես պատմական, բացառիկ եւ այլն, այլ լինեն բնականon երևույթ ցանկացած թանգարանի համար։ Սիփան, այն երբ խոսում ենք մշակութային ծրագրերի մասին, հա ներառական առումով ինչ սխալներ կան, որոնք որ պետք է ինչպես Մատենադարանն է արդեն սկսել առաջին քայլերը, մնացած բոլոր մշակութային կենտրոններն էլ սկսեն ավելի դարձնել ներառական, այսպես ավելի հասանելի։ Դե իրականում սկզբից պետք է խոսել նախ ֆիզիկական մատչելիության մասին, երբ մեր շենք շինությունները չունեն այդ ֆիզիկական մատչելիությունները, թե քարտակներ, լայն վերելակներ, լայն դռներ, սկսած թատրոններից մինչև համերգասրահներ։ Այսինքն ֆիզիկական մատչելիությունը տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Հետո արդեն գալիս է ինֆորմացիոն մատչելիությունը։ Օրինակ, փորձված, այսպես ասած, փորձ է, լավագույն փորձ է, երբ որ չտեսնող անձը գնում է թատրոն եւ կրկին ականջականներ են տրամադրվում, որպեսզի նկարագրվեն, օրինակ,
բեմի տեսքը, դերասանների հագուստ, այսինքն այն ինչ որ տեսողական է, վիզուալ է։ Այսինքն այնպիսի հետաքրքիր լուծումներ կան աշխարհում, որ դեռևս մեզ մոտ ցավոք սրտի ներդրված չէ։ Կներեք թատրոնների հետ կապված Հայաստանում չկա, չէ՞, այդպիսի ծրագիր, եթե Չկա։ Ես ամենայն դեպս տեղյակ չեմ։ Հա, ես էլ տեղյակ չեմ։ Տեսեք, հետաքրքիր է ժամանակավոր է լինելու ցուցադրությունը, թե մշտական, այսինքն մարդիկ միշտ ցանկացած պահի կարող են գալ եւ, չգիտեմ, մասնակցել ցուցադրությանը, ո՞նց է այդ լինում։ Մշտական ցուցադրություն է լինելու եւ մենք նախատեսում ենք հետագայում եւս մեր մյուս ցուցադրությունների ժամանակ հնարավորության պարագայում մյուս ցուցադրություններում եւս ունենալ շոշափելի կրկնօրինակներ։ Մշտապես կարող են այցելուները մոտենալ եւ տեսնել ցուցադրությունը։ Սա շատ հետաքրքիր ծրագիր է եւ վստահ եմ որ ներառական խնդիրներ ունեցողները շատ հետաքրքրված կլինեն, հա, գալ մատենադարան տեսնել, ինչպիսի արձագանքներ կան այս մի քանի օրվա ընթացքում։ Բացմանը շատ լավ արձագանքներ ունեինք, բոլորը գոհ էին, շնորհակալ էին, մենք հրավիրել էինք նաև այն կառույցներից, այն մարդկանց, ում հետ նախկինում էլ անցկացրել էինք սոցհարցումներ ու կարելի ասել, որ այստեղ իրենք տեսան նաև իրենց աշխատանքի մի մասը, որովհետև ծրագիրն ուղղակի հնարավոր չէր իրականացնել առանց այդ մարդկանց աջակցության, օգնության։ Այ խոսեցինք աջակցությունից, վստահ ենք որ առանց աջակցության, ինչպես նշեցիք, հնարավոր չէր։ Կան մարդիկ, ովքեր որ առաջին իսկ օրվանից թե հոգեպես եւ թե ֆինանսապես միգուցե աջակցել են, որպես ծրագիրը իսկապես կայանա։ Եվ պետական աջակցություն եղել է, թե ոչ։ Այս ծրագրին ֆինանսապես աջակցել են Հայօգնության ֆոնդի ԱՅՈ ֆոնդայթայթման հարթակը եւ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը։ Այսինքն պետության կողմից որպես այդպեսին աջակցություն չի եղել։ Պետական աջակցություն Մատենադարանը մշտապես ունի գրեթե բոլոր ծրագրերում, բայց այս ծրագրում չի եղել, որովհետև եղած միջոցները բավականացրել են ծրագրի իրականացման համար։ Հրաշալի, հուսանք պետական մյուս միջոցները կուղղվեն այլ տեղեր, որտեղ կա այդ ֆինանսական բացը եւ ավելի ներառական կդառնա մեր մշակույթն էլ։ Էլ ինչ նախագծեր կան միտված, չգիտեմ, ներառականության բացակայության խնդրին, որոնք առաջիկայում մտածում եք, որ կարող եք լուծել, հատկապես հաջողված այս նախագիծը գուցե մոտիվացրել է մեկ այլ նախագիծ իրականացնել։ Իհարկե, նման նախագծերը շարունակական են լինելու, ինչպես նշեցինք, հետագայում ավելացվելու են շոշափելի կրկնօրինակների թիվը, ընդգրկվելու են նոր ձեռագրեր, բացի այդ ավելացվելու են նաև նոր կրթական կրթամշակութային ծրագրեր, որոնք նշեմ, որ նախատեսված են ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։ Եվ հետաքրքիր է, որ այս ցուցադրությունը, շոշափելի կրկնօրինակները հետաքրքրում են բոլոր այցելուներին եւ երբ որ նայում են, բոլոր այցելուները առաջինը մոտենում են ցուցանմուշներին, լսում են աուդիոնկարագրությունը եւ իդեպ աուդիոնկարագրությունը երկլեզվով է, հայերեն եւ անգլերեն։ Եվ նպատակն է ոչ միայն ցուցադրությունը, այլև հենց կրթական ծրագրերը հասանելի դարձնել բոլորին, հետագայում նաև կընդլայնվի այցելուների շրջանակը, այսինքն ծրագրեր կմշակվեն նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, քայլ առաջ այո։ Եվ խոսեք նաև 2026 թվականին Մատենադարանում ինչ նորություններ են լինել, ինչ ծրագրեր կան, որոնք որ պետք է իրականացվեն 2026 թվականին։ 2026 թվականը եւս բավական ակտիվ տարի է լինելու հարուստ ցուցադրությունների բացմամբ եւ նոր ծրագրերի մեկնարկով։ Հիանալի։ Եթե ասենք փորձենք ընդհանուր մշակութային ներառականությունը գնահատենք, այս ընթացքում ինչ որ չասեմ խնդիրների, բայց ինչ որ բացերի ինքներդ այդ սոցհարցումների շրջանակներում, չգիտեմ, ինչ որ խնդիրների բախվեցիք, որոնց գոյության մասին, օրինակ, դուք էլ չգիտեիք, բայց օրինակ այս հաշմանդամություն ունեցող մարդը այդ խնդրին բախվում է, բայց գուցե մեկ այլ մարդ այդ խնդրի գոյության մասին ուղղակի չգիտի։
Հա, իհարկե, ծրագիրը հենց մշակվեց հաշվի առնելով այդ բոլոր խնդիրները։ Մեզ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել դիպլոմանկավարժ Ալլա Սահակյանին, ով առաջին օրվանից ներգրավված է եղել ծրագրում։ Ինքը առաջին օրը հենց մեր հրավերով եղել է Մատենադարանում, նայել ենք ֆիզիկական տարածքները, մեզ օգնել է տարբեր հարցերում, թե ինչ կարելի է անել, որ ֆիզիկական բացի ցուցադրական հատվածը եւ քրթական ծրագրերի հատվածը ինչ անել, որոնք են խնդիրները տեսողության խնդիր ունեցող անձի համար ֆիզիկական տարածքի առումով եւ իր բոլոր խորհուրդները եւս հաշվի են առնվել եւ այդ ուղղությամբ եւս քայլեր են ձեռնարկվում, որովհետեւ մենք ունենք նաեւ ներառական ծրագրերի նոր գաղափարներ, որոնք առաջիկայում կիրականացնենք։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություններ, հուսանք, որ նոր ծրագրերով նորից առիթ կունենանք ձեզ հյուրընկալել մեր տաղավար։ Մենք անցնենք առաջ, իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։